Պայմանավորվել եք Արգելիս խնդրում եմ, էլի հերթով կգա քիչ ինչ է։ Պայմանավորվել եք Ալիևի հետ երկհարցի։ Ինչ է։ Չէ, իհարկե չենք պայմանավորվել եւ նման պայմանավորություն չունենք, մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, որ խաղաղություն է լինելու, առևտուր ենք անելու եւ այդ ուղղությամբ գնում ենք եւ շատ դրական եմ գնահատում նաեւ Ադրբեջանի նախագահի վերջի հայտարարությունը, որտեղ ինքը նույնպես խոսում է խաղաղության մասին, բայց դեռ ոչ մեկ դրա մասին մեջբերում չարեց եւ չխոսեց, պետք չի հավատալ, այ հենց էտա կարևորը, պետք չի Ռոզանա, վերջացնեմ, պետք չի հավատալ, պետք է հավատալ սեփական գործողություններին, սեփական պետության քայլերին։ Դուք այն ժամանակ էլ չէիք հավատում, դուք միջև խաղաղության պայմանագրի կետերը հրապարակելը, դուք միջև դա չէիք հավատում, միջև սահմանին մարդ չսկսվեց զոհվել, դուք դրան էլ չէիք հավատում, միջև մենք խաղաղության պայմանագրի նախաստորագրում չարեցինք, դուք դրան էլ չէիք հավատում, ասում եմ բնականը կարող եք չհավատալ, բայց տեսեք ով ինչ քայլեր է անում, տեսեք բերում եք ինձ հաճախ ասում եք ռետորաբանությունը փոխվել է, չի փոխվել, հիմա էլ համացանցում 2022 թվականի նյութ են շրջանառում եւ փորձում են ներկայացնել դա որպես Ալիևի վերջերս ասած, ես հասկանում եմ, որ այն ուժերը, որոնք հիմա նաեւ դահլիճում են, այն ուժերը, որոնք հիմա ուզում են պարլամենտ մտնել, իրաց պատերազմ է պետք եւ պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի իրանք կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցեն։ Չկա հիմա պատերազմ չկա, խաղաղությունը, այո, եւ ոչ, մենք խոսում ենք խաղաղության արժեքի մասին։ Խաղաղության արժեքի ոչ, խաղաղության արժեքի մասին ենք խոսում։ Քրիստինե Վարդանյանը ստեղ դահլիճում ընդամենը մի տարի առաջ ես էլ դուրս եմ եկել իրան արձագանքել եմ, կարող եք բացել նայել տեսանյութը կա։ Պատերազմը հիմա բոմբերը թռնում են, ռակետ ասում է Քրիստինե Վարդանյանը, հանգստացեք, չկա տենց բան, արդեն 2 տարի է մեր սահմաններին մարդ չի զոհվել 1994 թվականից այս կողմ նման բան գոյություն չի ունեցել։ Հիմա պատերազմը թե խաղաղությունը 1994-90, չգիտեմ, Սովետի փլուզումից այս կողմ չի եղել որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար մեջ առևտուր անեն։ Չի եղել որ Ադրբեջանի ղեկավարը եւ Հայաստանի ղեկավարը խոսեն երկու կողմից խաղաղության մասին, չի եղել։ Ու ես բնական է, ու դուք պետք է վախենանք, իհարկե պետք է վախենանք։ Մենք պետք է վախենանք այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնել։ Որ պահանջներն ենք բավարարել։ Կասեք, լսեք, դա մեր սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին։ Մի րոպե։ Իսկ մի պատասխան եղել է որ ես բան, մի րոպե եղել է բան, որ ես չպատասխանեմ։ 5 տարի ես ձեր հարցերին պատասխանում։ Ես եմ հետ գալի ասում այն բառն էլ ասեցի պատասխան։ Հիմա թող հռչակագրին է կանրադառնամ, սահմանադրությանն է կանրադառնամ, հետո մի հատ էլ հարց կտաս Կարինե ջան։ Հետ եք գնում 20, մենք ուզում ենք հիշեցնենք, որ բարեփոխումների մասին։ Բայց ես կարամ պատասխանեմ, բայց նոր իրավիճակ է, չէ 20 թվականի փետրվարից մարտից հետո պատերազմ ա եղել, կովիդ ա եղել, ուկրաինական պատերազմ ա եղել, պատերազմը շարունակում է, բան ԱՄՆ-ն եւ Իսրայելը հիմա մեր հարևան Իրանի հետ պատերազմի մեջ են։ Դուք հասկանում եք որ բան ա փոխվում։ Բայց մեկ ինչ անի։ Ես կարամ ես պատասխանեմ։ Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ։ Եթե դու սկսում ես դահոկներ քշել, դու պետք է սկսես նաև այդ կանոնները պահել, որպեսզի չընկնես գլուխդ չջարդես։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ 3-րդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Չէ՞ լավ չի որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն չկան։ Վատ է դա։ Ես կարծում լավ է։